Իմ ամենօրյա ճանապարհը։ Արդեն վերադարձել եմ, ովքեր վլոգը չեն դիտել սրա առաջվա, ովքեր որ դիտել են արդեն գիտեն, գնացել է ես ով այս մարդը։ Sorry։ Ինչի խոսում ես ախպերը ինձնից ինչ-որ բաներ հարցնում, բլինքիթով ինչ-որ պատվեր ա մեկը արել, ավել, ծախավել ա, տեսնում եմ։ Մի խոսքով փորձում ա տեղը գտնի, ասի եղբայր, ես անգլերեն եմ խոսում, այս հասցեն մեր սենց ա, դուք ոնց որ գլխի ճարդ ես, ինչ կլինի։ Հա ինչ է ասում ժողովուրդ ջան, ովքեր որ տեսել են իմ երեկվա վլոգը, երեկվա նսրա առաջվա վլոգը, կիմանան, որ գնացել էինք շատ հանրահայտ Բանգլորում հայտնի Commercial Street, ստեղ տուրիստները որ գալիս են, տեսակ, ովքեր որ դիտել են արդեն տեսան, որ ինչքան տուրիստներ կային, շատ չեն, բայց ընդհանուր այս տարածքում նեն չի, որ լիքը տուրիստներ կան, բայց ովքեր որ կան, ովքեր գալիս են, ընդեղ գնում են, մենք էլ գնացինք, ձեզ էլ իմ հետ տարա, տեսակ ինչ կար, ինչ չկար, արժի գնալ, չարժի գնալ, բայց վերադարձել եմ, գլուխս մի քիչ արդեն ցավում ա, որ թմրած ա լինում է, հեռու ա, դե 2.5 ժամ գնա, 2.5 ժամ հետ արի, մի հատ էլ կա նման փողոց, որ էլի հայտնի է, էլի ասում են տուրիստներին գնացեք, էդ էլ չգիտեմ, կուզենակ գնանք, չենք ուզենակ գնանք, այդ մեկը մի քիչ ուրիշ է, այդ մեկը մի քիչ սրճարաններ ավելի շատ կա, սրճարան, տեղեր առևտրի տեղեր էլ կան, սենց ոնց որ ընդհանուր, այս մեկը լրիվ առևտուր էր, առևտրի փողոց էր, տեղական տարբեր ֆիրմաների սարիներ, ինչև է ժողովուրդ ջան, եթե ուզենակ, ասեք, գրեք, ես չգնամ էլի, ձեր էլի 2.5 ժամ գնամ հասնեմ, մոտավորապես այդ տեղերում է էլի, գնամ, եթե չեք ուզենա, կասեք Լիաննա ջան, գոր չնես, դու տանն էլ հետաքրքիր ես, այդտեղ էլ չգնանք, չեմ գնա, տեսնենք, ոնց ասեք ժողովուրդ ջան, եկեք Ալեքսս հեսա կգա, դիմավորենք գնանք տուն, եմ որ ասում գլուխն այդ ինչ եմ տանում այ ժողովուրդ, ես այնտեղից հասա տուն, ինչև է հոգնած, ջարդված, գլուխս դեռ ոնց որ երկնքներում լինի, բայց դե մի բաժակ սուրճ եմ խմել, այսօրվա համար կարտոֆիլ պյուրե եմ սարքելու, կարտոֆիլը դրել եմ արդեն եղելա պատրաստա, հավը սարսախցիկից հանեցի, հանել արդեն, հեսա որ գնանք արագ-արագ հավը կանեմ, կտապակեմ գավանեմունքներով, այդ կարտոֆիլ պյուրեի հետ Հավը չարեցի, որովհետև թող մնա, որ տաք լինի, էլի հավը, որ սառմա տաքացնում ես, բանալի ձգվում ամիսին տեսակ, գիտեմ, ինձ տենց հատվում ամեն դեպքում, տենց ժողովուրդ, այդ ձև բաներ, Ալեքսիս հեսա կգա, Ալեքսիս դիմավորեմ, զոնտիկ եմ վերցրել, կարող եմ արդես անցրել էլի գա, անձրելի տակ չինգնենք, այսօր առավոտ Ալեքսի, որ դպրոց է տանում, այդ հարևանների հետ են խոսում, տեսա ճանաչում են, էլի արդեն կագնացնում են, ինձ խոսացնում են, ասում են ինչ եմ սարքում տանը, ինչ չեմ սարքում, չնայած իմ հետևորդներն են, բայց դե չեն հասկանում հայերեն ինչ եմ խոսում, տենց որը որ տեսնում են ինչ-որ մի բաներ հարցնում, ասում է չապատի, ռոտի, մոտի, ինչ ես սարքում տանը, ասում եմ ես այդ դրանք տանը չեմ կարում սարքեմ, ավելի ճիշտ սարքում եք, տեսել եք, են չապատի չէ, ինչ էր են մյուս հացից ասացի garlic bread եմ սիրում, դրանց եմ սարքում, բայց շուտվանց չեմ սարքել, այս Ալեքսիս ավտոբուսը եկավ, շուտվանց չեմ սարքի, կարելի այս երկու օրը սարքել garlic bread, եկեք փողոց արագ անցնեմ, ժողովուրդները խնեկավ, լսես Ալեքս, թե չէ, գնանք տուն, թե մնանք այդտեղ, ինչ անում, արի բալես, արի գնանք, Խնձոր ես կերը ոչ վարունք, բա ինչն ես կերը, սենդվիչները մենակ, բա ոնց ճամփարեց, որ սեղանի ոնց, տենց թրավ ինքն իրան, ասում է լանչ բոքսս դրել էի սեղանի մեջ տեղը, ասում է հանկարծակի թրավ, ասում է շուրա տվել, հանկարծակ, հեքյատ է պատմում ստեղ մամային ինքը,
Բա ոնց ինքնուրույն թռնում է քո լանչբոքսը, հա? Վաղվանից աշնի կառնենք, աշնիկով վզից կապենք լանչբոքսիդ, որ էլ չթռնի։ Հել կանգնի այդ կեղտոտ են այդ գետինները, այդ տղա ջան։ Ասում այդ հարևանների հետ որ խոսում է, փաստորեն ամեն հարևան, եթե սեփականատերն է, այս կանաչները մաքրելու, ընդհանուր տարածքը մաքրելու համար, մեկ է ջրի համար, ջուրն էլ միասին, ամեն տուն վճարում է 2000 ռուփի, իսկ ասեց ովքեր որ վարձով են մնում, իրանք այդ ծախսերը, maintenance ծախսերը էլի 1000 ռուփի են վճարում, ասում եմ լավ է, էլի ամիսը 1000 ռուփի տալիս է, գալիս են, այստեղ սենց լավ մաքրում են կանաչը բան, այստեղ հələ մաքրում են էլի ինչ-որ բաներ թափած է, էլի, ասեց ամսվա մեջ 2 անգամ 15 օրում, իր ինչ ես անում, բալիկ ջան, բա կանաչի հետ տենց վարվում են, արի, ծառա թողաճի էլի, մեզ թթվածին է տալիս, եկել են արդեն մաքրելու, բայց ընդեղ ինչ-որ բան ապառում ես մարդը, սաղ տարածքը ծուխ է, ես սպասում եմ Ալեքսին էլ չանցա փողոց, ես կողմի վրա եմ սպասում, ամենահետաքրքիրը են սպիտակ թռչունները, չգիտեմ ինչ թռչուններ, այդ տրակտորի հետևից ման են գալիս, Երևի բան ատքանած դենց հետևից ման էին գալիս Էնորների կողմիկի հետևից էին ման գալիս Հետաքրքիր է ինչ թռչուններ են միատ հատկավորական Այս իրեկունվա ժամերին հետ չեմ սիրում տանից դուրս գալ, բայց վաղ առավոտվա համար հաց չունեինք Համար պետք է գնամ մեկ էլ խնձորը հարկավոր վերցնել անպայման, որ երեխան հետը դպրոց տանի։ Անձրևել եմ աղում, ինձ թվում է ուժեղանա հեսակ, բայց ձնձիկ ունեմ։ Անձրևը ստեղ նեն սկսեց թափել, որ էլ ասելու չէր։ Ես եկա տուն հասա, գրումների մի մասը հետս բերեցի, որը որ ինձ շտապ էր հարկավոր, մնացածն էլ իրենք բերեցին, այս են տղայի մոտ խնձոր կար, լավա վերցրի, առանձին այդ շուկայից վերցրի, այսպես ասած, խանութից օրեո եմ վերցրել, Ալեքսը պարում են ճիշտն ասած, ինչ-որ միջոցառման են նախապատրաստվում ու տենց ասում եմ ամսովացանում եմ, հետս սենց ինչ-որ բաներ ա ուզել իրա հետ, որ ընթացքում ուտի, ես ինչի ասենց մեծ ունեին, ստացել էին այստեղ թուրքական ծիրան է իհարկե, բայց մեզ ծիրան է հարկավոր, ծիրան չի, ծիրանի չիր, տեսքից սիրուն է երևում, երեխային սիրում է, սա վիտամին կլինի իրան, մրգերը ասել եմ չէ, լավ միրգ մենք այս պահի դրությամբ չենք ստանում, լավ վիտամիններ չենք ստանում, որովհետև խնձորը, այսօր բանանը լավ է չէր, նուր էի վերցրել, նուր ունենք, բայց սիրում եմ տանը, որ մրգերը շատ ալինում տեսականին, տես եմ ուզում փորձեմ, բայց գիտեք չէ, կլվանամ հետո, ներողություն ուզում եմ փորձել, բայց չէ, այստեղ մածուն, իրա համար այս օրեում, որ հետը տանի, սենց ինչ-որ ֆրուտ քեյք հա, էլի հետը տանելու համար, այս նաչո չիպսերը լավն են, այդ մեկը պանրով էր, այս մյուսը աղի, այս ես եմ ուզում, որովհետև ճնշումս մի փոքր իջնում օրվա ընթացքում, որպեսզի ճնշումից հարցը կարգավորեմ, ատամից սա երևի, դեռ ցավազրկողը խմում եմ, վաղը ապահովիմ վերցրի, որովհետև արդեն գրիպային վիճակը անցել է, կարող եմ հանգիստ գնալ Նայ տեսնի ինչի ատամս դեռ ցավում, եթե ներվերը նյարդը հանել է ատամին, պիտի որ չցավար։ Մածունը ասեցի, չէ, եղեք ես ինչի ասենց կեղտուտ ես մարդկանց մածունը, հարկավոր է լվանալ, ինչև է։ Էլի նույն կապակցությամբ այս պեչենիները, սրանց չեմ փորձել, Chinese Manchurian, չինական ինչ-որ համով է, Դրա համար եմ վերցրել, որ փորձենք, սա էլ էր նորություններ, երկուսն է նորություններ էր, այստեղ յոգուրտ եմ մի քանի հատ վերցրել ու սենց տարբեր համերի
Շրիքանդ։ Սենց բաներ չեմ վերցնում, որովհետև սովորաբար քաղցր է լինում, բայց համերը տարբեր եմ վերցրել, տեսնենք կհավանենք, չենք հավանի։ Բադամ պիստա, բադամը իրանց մոտ նուշն է, մենք էլ ունենք չէ, ասում ենք երբեմն բադամ նուշ և պիստակ, այստեղ մանգո ասեցի, այս մեկն էլ չգիտեմ ինչո, ոնց որ թե հիլ է, կտեսնեմ չեմ իմանում ինչ անկերներ, այսքան է մեր այսօրվա գնումներից 1129 ռուպի ընդհանուր։ Դել ջերմուկ, մոռացել էի ջերմուկը, հիմա արագ լվանամ ու այսքանն էին այսօրվա իմ գնումները ընկերներ ջան, բայց փորձելու լիքը բաներ ունենք, ես սրանք են շատ հետաքրքիր և սա չինականի հետ է, սրա հետ։ Թե սա լվանամ, չէ սա կաղա պչանը։ Լավ մաքուր, եկի կամաձայնվենք, որ լավ մաքուր չիրա, ալա։ Շատ էլ չմնա, կարելի արդեն հանել։ Ես կարծում ոնցն է։ Չես իմանում լվացի, առողջություն։ Ճապոնական է։ Ճապոնիա է, չէ, չինական կներես։ Ինչպես։ Տեսքը սիրուն չի։ Լավնա, կծույա։ Հա, շատ։ Սոխտորի համով է, Ալեքս։ Stop արա, Ալեքս։ Ալեքս, stop արա։ Սոխտոր, մի քիչ լուղլիկի, stop արա։ Սոխտորի համնա, օ, վերջում, it's very, very spicy։ Են ամենավերջում շատ կծույա։ Սոխտորա, լոլիկ, կեչուպային ոնց որ համ լինի, ու սոխի համնա։ Բայց վերջում լավ կծույա։ Հետաքրքրեց, որովհետև կինուա էր, սոյա, սորգում, ջովար, չգիտեմ ինչա, ռագի, ուրադ, չիկպիս, չիկպիսը մենակ գիտեմ բաննա, սիսերը, whole grain oats, դրամարայի վերցրե, բայց կծույա, տարբեր համեր ունեին, բայց վատը չի ընդհանուր։ Հետաքրքիր էր ծիրանի չիրը, ինչ արժեր, որ որպես Թուրքիայից դամեն դեպքում հերոյա չէ, էլի ներկրած ապրանք, այսքանը 200 գրամ է, 175 ռուպի արժեր, ինձ թվում է շատ լավ գին է, նամանավանդ հորակն էլ լավն էր ընկերներ, համով ծիրանագույն, շատ անուշ, ոսկեգույն, առանց քաղցրի, ես հենց ես եմ սիրում, որ շատ քաղցր բան ավելացած չի լինում, էլի երևի բացարձակ քաղցր եւի ավելացած չի, բավականին հաջող էր էլի կվոր։ Ընկերներ ջան, հուսով եմ, որ լավ եք, մենք գնում ենք, ես գնում եմ պատամնաբուժարան։ Լավ, ցավը չի դադարել, 10 օրից ավելի է, որ ցավում է արդեն, հիմա դեռ չխմեցի, որ ոնց որ երբեմն ստուգում է ինչ-որ, որ ասեմ կոնկրետ որտեղից է, ցավը համ ներքևից եմ զգում էլի, ոնց որ են ամենաառաջի օրերը, համ ներքևից եմ զգում, համ վերևից, չգիտեմ որն է, դե վերևում ասեց, որ հանել է ներվերը, եթե ներվը հանած է, նյարդը, չեմ կարծում, որ պետք է ցավա, ինչևէ հեսա որ գնամ կտեսնի էլի, կնկարի էլի կասնի ինչն է, ինչի, ես անտիբիոտիկ եմ խմել կհիշեք 5 օր, պիտի որ եթե լախային պրոցես կար, բողբողված պրոցես կար, պետք է որ օգնած լիներ, ինչևէ ընկերներ ջան, հուսում այսօր կազատվեմ այս ատամի ցավից, որովհետև
ասել եմ, ականջիսել է խփում, նույն ձև, ոնց որ են առաջի օրներ, նույն ձևը, ոչ մի փոփոխություն չկա։ Ինչ-որ միջոցառում է, լսում եք ձայները։ Տաճարա, թե չէ։ Խոսում այստղան առանց դադարի խոսում ու խոսում է ಗಾಡಿ ವ್ಯಾಪಾರ ಮಾಡು ಗಾಡಿ ಮೇಂಟೈನ್ ನಾನೇ ಮಾಡಿರ್ತೀನಿ ಅಲ್ಲಿವರೆಗೂ ಗಾಡಿ ವ್ಯಾಪಾರ ಮಾಡ್ತೀನಿ ռադիոներն է գնում որ միացնում ես չէ անջատում ինչ-որ մի բանում ասում խոսում է ಅಲ್ಲಿವರೆಗೂ ಬರೋದೇ ನಂದು ನಿಮ್ಮ ಬಿಸ್ನೆಸ್ ಎಷ್ಟು ನೀವು ಮಾಡಿರೋದು 30% ಸ್ಯಾಲರಿ սիրտը իրա վարդադույն տրուսիկը ատամ սավիցներն եմ սկսել աշաղանում աղստապ 30% ಚೆನ್ನಾಗಿ ಹೆಚ್ಚಾಗಿದೆ ಅವ್ರು ಅಂದೇ ಕೊಟ್ಟಿರೋದು ನಾನು 5 ಕೊಟ್ಟಿರೋದು ಓನರ್ ಹಾಕೊಂಡು ದುಡ್ಡು ಬರೋಂಗಿಲ್ಲ ಅಲ್ಲೂ ಡ್ಯೂಟಿ ಐತೆ ಅವ್ನು ಏನು ಮಾಡ್ತಾನೆ ರೂಲ್ ಮಾಡ್ಕೊಂಡಿಲ್ಲ ಸೋಮವಾರ ಮಂಗಳವಾರ ಬುಧವಾರ ಡ್ಯೂಟಿ ಮಾಡ್ತಾನೆ ಬುಧವಾರ ಬೆಳಗ್ಗೆ ಲಾಗಿನ್ ಮಾಡಿ ಮನೆಗೆ ಹೋಗ್ತಾನೆ ಬಂಗಾರಪೇಟೆ ಮನೆ ಬುಧವಾರ ನೈಟ್ ಬರ್ತಾನೆ ನಾನೇನ ಮಾಡ್ಕೊಂಡು ಬುಧವಾರ ನೈಟ್ ಬಂದು ಬುಧವಾರ ನೈಟು ಬುಧವಾರ ಶುಕ್ರವಾರ ಡ್ಯೂಟಿ ಮಾಡ್ತಾನೆ ಶನಿವಾರ ಬೆಳಗ್ಗೆ ಶುಕ್ರವಾರ ಡ್ಯೂಟಿ ಮಾಡಿ ಶನಿವಾರ ಬೆಳಗ್ಗೆಯಿಂದ ಊರಿಗೆ ಹೋಗ್ತಾನೆ ಇಲ್ಲ ಶನಿವಾರ ಡ್ಯೂಟಿ ಮಾಡ್ತಾನೆ ಭಾನುವಾರ ಬೆಳಗಿನ ಜಾವ ಹೋದರೆ ಸೋಮವಾರ ಮಧ್ಯಾಹ್ನಕ್ಕೆ ಡ್ಯೂಟಿ ಬರ್ತಾನೆ ಈಗ ಅಲ್ಲಿ ಅಷ್ಟರಲ್ಲಿ ಅಲ್ಲೇ ಬಂಗಾರಪೇಟೆ ಒಂದು ಬಂಗಾರಪೇಟೆ ಬಸ್ ದೂರ ಆಯ್ತಲ್ಲ ಅಲ್ಲಿಂದ 70 ಕಿಲೋಮೀಟರ್ ಆಯ್ತದೆ 75 ಎಷ್ಟೇಟು ಗೊತ್ತಿಲ್ಲ ಸಿಟಿ ಅವ್ರದ್ದು ಹೊಸಕೋಟೆವರೆಗೂ ಹೋಗ್ಬೋದು ಅಷ್ಟೇ ಗಾಡಿ ಹೊಸಕೋಟೆಯಿಂದ ಆಚೆ ಕಡೆಗೆ ಹೋಗಂಗಿಲ್ಲ ಹೋದ ತಿಂಗಳು ಕಾಲೇಜ್ ಆಗ್ಬಿಟ್ಟು 1 ವಾರ ನಿಂತ್ಕೊಬಿಡ್ತು ಗಾಡಿ ಅವ್ರ ಮನೆ ಊರಿಗೆ ಎತ್ಕೊಂಡು ಬಂದು ಊರಿಗೆ ಎತ್ಕೊಂಡು ಹೋಗ್ತಿದ್ದೆ ಅವ್ನು ಚೇಂಜ್ ಹಾಕೊಂಡು ಲೇಟ್ ಆಯಿತು ಡ್ಯೂಟಿಗೆ ಬರೋಕ್ಕಾಗಲಿಲ್ಲ ಗಾಡಿ ಹೊರಗಡೆನೇ ಇತ್ತಲ್ಲ ಅದು ಓನರ್ ತನಕ ಹೋಯ್ತು ಜಿ ಪಿ ಚೆಕ್ ಮಾಡ್ತಿರ್ತಾರಲ್ಲ ಗಾಡಿ ಎಲ್ಲ ಇದೆ ಡ್ಯೂಟಿಗೆ ಬಂದಿಲ್ಲ ಅಂತ ನನಗೆ ಫೋನ್ ಬಂತು ಅದಕ್ಕೆ ಮಾತುಕತೆ ಆಯಿತು ಅವತ್ತಿಂದ ಇವತ್ತಿಗೆ արդեն տեղում եմ ժողովուրդ հասա բայց մի քիչ ժամանակ ունեմ հաց կուզեմ ստեղի հացը հեչ լավը չէր այս բրիկովնի հիշում եք բան վերցրեցի այն բեգլ վերցրի մեկ էլ խմորով հաց բայց բան էր հին էր ոնց որ շուտ թվխում են իրանք այդ պակետների մեջ են պահում բան էր սենց չորոտ էր էլի հեչ լավը չէր ինչև եմ տարածքին կուզենամ մի քիչ ծանոթանամ տեսնեմ ինչ կա ինչ չկա քանի որ շուտ եմ հասել սա եթե այսօր բանում է ուրիշ տարածքում է էլի գործեր ուներ կհանդիպենք ավելի ուշ եթե ես իր ժամանակին վերջացնեմ ոչ շուտ տենց Կորամանգալա տարածքն է Պրեստիժ խանթիսրանը բանա Կորամանգալան ասում են այս տարածքի լավ հատվածն է զարգացած հատվածն է
ջուր վերցնեմ, ջուրս հետս չեմ վերցրել, չնայած երբևէ ջուր հետս չեմ վերցնում, բայց ծառավ եմ զգում ու մեկ էլ բերանից մեծ են փոշու հատիկները, որ բերանց մեջ են լինում, չէ, տենց փոշու հատիկներ ա, չէ, բան ա, այս ալկոհոլի խանութ ա, տեսնենք որտեղ կգտնեմ։ Կովիկ անցել այստեղը։ Տեղից չգարնեմ այս ժողովուրդ, ծաղրով մեռնում եմ։ Չէ, ես կամ եվի զուր եմ գնում, ես կամ չկա։ Ես ամի բան էլ ասեմ, ես կովիկի, որ ասեցի կովիկ անցել այստեղով, գնում էի, եմ որ գնացել էի Commercial Street, նկարելով գնում էի, մեկ էլ չտեսա, հոչ եմ մտել մի հատ մեծ թրիքի մեջ, ժողովուրդ, մի հատ հոտ, լիվանյակ, այդ բանը, նկարելով գնացի չտեսա, որ տեղով կով անցել, այդենց մտա թրիքի մեջ, լացս գալիս էր, վերել եմ բոթասներ, գցել են ժավելա ջրի մեջ, դե ոչինչ օհնվեց հիմա, բայց թե լավ չէր վիճակս ամեն դեպքում, պետք է ուշադիր լինես, որ գնաց չի լինես, էլի, թրիքի մեջ, ամեն դեպքում ինչքան է օրհնությունը, մի քիչ հարմար չի։ Մի քիչ հարմար է նրանով, որ բաներ կան, էլի, սենց կաֆեներ կան, դեպի լավ է, բայց մեկը խանութը չկտա կարող են, մեկը խանութ լինի, չէ, մեկը հեռախոս է։ Տորթերի խանութ է, ես մեկն է գոպիցան, եթե չեմ սխալվում չինական պիցան է, տոլի կորեական պիցարիա մասնաճող, ինչ-որ նման մի երկրի պիցա էր, որ ուզում էի գնալ, մեր մոտ նայեցի, դե գնալուց Ալեքսի հետ կուզենամ գնամ, մենակ ես տենց պիցայի մեծ սիրահար չեմ էլի, որ մենակ սկնամ հատուկ պիցա ուտելուն։ Չէ, սենց է չկա է ժողովուրդ։ Գնամ արդեն ժամս լրացավ։ Ես օրգանիկ խանութում տեսնեմ կարող է ջուր ունենան։ Բայց կողքը սոկ էին վաճառում, այդ սոկերի տեղը նաև ջուր էր։ Հեսա, այս ոնց խանութ է։ Food mall։ Աստված կարել էր հոր։ Ես եմ բիսլերին եմ վերցնում, ես ինձ անծանոթ ֆիրմա է։ Որտեղ էր այդ տեղը չեմ հիշում, ոնց որ սենց պիտի գնայի մի քիչ, հոտ ստամատոլոգը գները պետք է հանենք, հետո առաջ գնանք, հիշում եք չէ ժողովուրդ։ Ես վերջացրի, հեսա հասնենք տուն կպատմեմ, քանի ժամ եմ մնացել, ստեղ 11:30 ստեղ էի, մինչև ժամը 2 ժամը, մեկն է հիմա թե 2-ն է հիմա ժամը։ Ես ոնց որ հարուստ թաղամասերն է, էլի։ Մի քանի հատ սիրուն տներ կային լավ սարքած, այս մասնակեր ինչ-որ փողոց կարող է լինի, որ լավ սարքած է, այդ փողոցից ես կոմես գալիս դեռ այդքան զարգացած չի, մասնակի է դեռ, բայց կորամանգալան բան է համարվում, լավ հատված է համարվում։ Հեսա տեսեք այս տները օրինակ մեծ նոր սարքած տներ են։ Լիքը ստամատոլոգներ կային, սենց մասնավոր, ամեն շենքի տակ երևի մի հատ կար, ես չի տեսել, որ քայլում է, այդ ժամանակ նկատեցի։
Ասատում մինչև մի բաժակ սուրճ սարքեցի, շատ չեմ կամ խոսում, ես կողմ ամեն դեպքում ցավում եմ։ Սուրճը ձեռս նստեցի, թե չէ, նամակ եկավ ասում ավտոբուսները, ասում արդեն ոնց որ ավտոբուսները դրոփով են անում, սովորաբար 3:30 է լինում, ես ինչքան մողեց կա։ Սովորաբար 3:30 է լինում, բայց բանը 10 րոպե կարելի կհասցնեի սուրճս խմել։ Թողեցի ու վազելով դուրս եմ եկել երեխու հետևից, երևի այսօր ճանապարհին ես էլ զգացի, որ բան չկար, տրաֆիկ չկար, որ տրաֆիկ չի լինում, քիչ ազատ է լինում, նենց արագ ուր ուզում ես գնում ես, սաղ ես խցանումն է, ինչ անում է, չի անում, ավտոբուսներն էլ երևի դրա համար շուտ են հասնում այսօր, ընկերներս որ լավ տա կարևոտ օր է, ստեղ նկատել եմ տենց ամ, ուրեմն հեսա անձրև կլինի, մի 2 օր սենց լավ տակ է անում, հետո անձրև է լինում, մի օր կամ 2 օր լավ անձրև է գալիս ու հետո ցրտում է, որ կուրտկա պետք է հագնես, կուրտկա ժակետ, ինչ-որ մի բան, առավոտները հատկապես, մեկ էլ իրիկունները, հետո էլի տենց կամած մի քիչ տաքանում է, հետո նորից, շատ հետաքրքիր է եղանակը, անընդհատ ոնց որ մի շաբաթի մեջ փոփոխվում է ու չես հասցնում այդ շոքես, մրսես, մի խոսքով հավես եղանակներ անում։ Այդ առումով գոհեմ, իդեպ կարդում էի Բանգլորի մասին է, հետաքրքիր է դե ամեն դեպքում։ Այս հատվածը հիմնականում պետծառայողների համար ոնց որ բաներ ա եղել էլի, որ ծառայություն բան աշխատել են, վերջացրել են, հատկապես պետական պաշտոնների իրանց համար այստեղ է տներ, որ տվել են եղանակային պայմաններից ելնելով, որ գնան այս մարդիկ ոնց որ պետության ծառայել են, լավ տեղ ապրեն, իրանց թոշակը լավ տեղ է բան անեն, ոնց որ Բանգլորը տենց է եղել, նախատեսված եղել, բայց դե արդեն գիտեք, էլ տենց չի, բոլորը արդեն եկել են այստեղ, եղանակի տեղը արել են, որ ասում է, ու բոլորը գալիս են այստեղ, ճիշտ էլ անում են, եկեք, ժողովուրդ ջան, եկեք, մենակ խցանումների համար իմացրեք, որ ահա որ այ խցանումների ժամանակ միտեղից միտեղ ատամից հետ պատմեմ, թե ինչ եղավ, պարզվում է, այս վերևի ատամը բան էր, խնդիր կար, բայց այդ ամբողջ ցավը, ես իրեն, որ գնացինք այդ առաջի օրը, ասեցի, ասում եմ, այս ներքևն էլ, վերևն էլ ասեմ, բայց ներքևից զգում եմ, սենց մի տեսակ, այստեղն էլ ինքը երկու տեղն է նկարեց, նենց չի որ ասեմ չի նկարել, առաջինը հենց ներքևը նկարեց, հետո երկրորդը վերևը նկարեց, ասեց այս է, հաստատ սրանից է ցավը, ասեցի լավ, դե որ տենց ես ասում, ասեցի, բայց ամեն դեպքում ստեղի ցավը, որ ատամին է կպնում եմ, զգում եմ էլի մի տեսակ, երկուսն էլ կա, բայց համոզված չեմ, ժողովուրդ էս ուրեմն ինքը իմաստության ատամն է ու պլոմբած է այդ ատամը, երևի գիտեք քանի տարի առաջ եմ մի 20 տարվա պլոմբա, ոչ մի բան չէր եղել այդ իմաստության ատամը, պատկերացնեք, չէ, ինչ որակով պլոմբ եմ ասել, հիմա այս վերջերս եզրից սենց բան էր արել, պոկվել էր ու բան արել, սևանալ էր, կարի ես ասկսել, էլի, տենց ասում եմ, բայց բանը, ու այսօր որ գնացի, ասենք ասում եմ, ձեր ցավում է, էլի նույն ձև, ես 10 օր հանել ես, ասում եմ, կարող է ներքևն է, էլի, ասում եմ, մի հատ ներքևն էլ նա, ինձ թվում է, ներքևից է ցավը տալիս, նախ վերևին էլի բան արեց, նայեց, ստուգեց, էլի այդ անցքերը մտավ, նայեց, նյարդերը, որ չէ, ներվը տեղում չի, հանել է ներվը, նոր ներքևում նկարեց, ասում է, հա, էլի, ասում է, այս ներքևիդ սեղան ատամն է, մի քանի տարբերակ առաջարկեց, չեմ իմանում, ես այստեղ ճիշտն ասած բացական երկու ատամ ունեմ, որ պետքա կերամիկա անեմ, ես իմ կերամիկա է, շուրուփով որ հավաքում են, ուղղակի պետքա մի քիչ երկար մնամ իմ բժշկի հետ, խոսացված է էլի հետի, բայց մի քիչ երկար պիտի մնա, որ մարդը հասցնի, իսկ ես տենում եք միշտ այդ կարճ ժամանակով եմ գալիս ու բան չեմ սիրում, այտենց մոստեր չեմ սիրում, մոստերի ժամանակ ինձ թվում ամեն դեպքում այն մյուս ատամն է, որ խարտում է, բան է անում,
առաջարկում էր այդ կամ ամբողջությամբ հեռացվի ստեղ տեն շուրուփով այդ երկուսի տեղը, որովհետև ամեն դեպքում էդի բանա իմաստության ատամը այսպես հանում են, ուղղակի ասում են, որ ստեղ ինքը բացակայ է, ոնց որ ատամները շատ տեղ կմնա, կամ ասում է այտենց այդ շուրուփով անել, իմպլանտ անես էլի, կամ ասում է այդ շապիկ անենք, այդտեղից այստեղ մոստ անենք, սենց ասած, բայց մի հատ պետք է մտածեմ, հասկանամ որն է լավ տարբերակ, որովհետև լսել եմ, ինչքանով որ ես գիտեմ, այդ որ այս ատամներն էլ ձեռ են տալի, հետո ժամանակի ընթացքում այդ դրանք էլ էլի փչանում է, այդ մոստը մաշացնում է, սևացնում է, նամանավանդ ես որ բան եմ ունեցել, ես բրեկետներ եմ ունեցել, ու այս իմ ամբողջ ատամների խնդիրը հենց բրեկետներից է եղել, ժողովուրդ, ես շատ լավ ատամնաշար եմ որակական առումով, բայց ովքեր որ սկզբում նայել են, հիշում եք, կհիշեք, Էմիրատներում ես բաներ էի դրել, ծաղիկներ էի դրել, բրեկետներ էի դրել, հետո որ եկա Բելգիայում բժիշկ չէի կարողam գտնել, շատ լավ մասնագետ էր, այդ Էմիրատների բժիշկը հիանալի մասնագետ էր, բայց մի հատ բան կար, ինքը ազգությամբ հնդիկ էր, կանադական բանում էր աշխատում, այդ կլինիկան կանադական էր, շատ լավ ձեռք ուներ, Ջեսի իր մոտ բան դրեց, այս ներքևի ատամների համար են թափանցիկ, որ լինում են, որ չի երևում, իմը թափանցիկով չեր լինի, ասեց ծաղիկով է պետք հավաքել, ծաղիկով հավաքեց, ու նենց ստացվեց, որ հետ էինք վերադառնալու Բելգիա, այդ վերջնական, բայց ավելի ճիշտ ծաղիկները դեռ չէր հավաքել, պետք է այս հատվածս ժամանակավոր, մի խոսքով պրոցեդուրաներ կար, պիտի աներ, հետո նոր ծաղիկները դներ, որ ամբողջությամբ ուղեր, այդ որ սկսել էր անել, արդեն մի 2 ամիս, թե 3 ամիս հետո պարզ դարձավ, որ մենք էլ չենք մնալու Էմիրատներում, պետք է հետ վերադառնանք, ու ես իրան ասեցի, ես է նախկինում, որ բրեկետներ ունեցել եմ, ես շփվել եմ, ես գիտեմ էլի ինչա, ես 2 անգամ էլ դպրոցական տարիքից դրել եմ, բանը, ասեցի, դոկտոր ջան, ասեցի, բան չանենք էլի, էդի չդնենք արդեն, որովհետև ես որ գնամ Բելգիա լավ կլինի, որ Բելգիայում արդեն դնեն, որովհետև այն բժիշկը, մի բժիշկը բրեկետների հարցում մյուսի գործը չի շարունակում, ասեցի, կլինիկան էլ չկա, մեր մոտ ու նայեցի էլի այդ կլինիկան, բան ասում է, գոնե Բրյուսելում այդ կլինիկան լինի, որ ես գնամ իր մոտ, մասնագետը ամեն դեպքում կաշխատի, եթե նույն կլինիկան լինի, չկար այդ կլինիկան, ասեցի, չեմ կարենա գտնեմ մասնագետ, բայց ամեն դեպքում փողը լավ բան է, ասաց ես հարիֆին ոնց թողեմ ինքը գնար, փողերը չմուծի, ասաց չի կգտնես, ես քեզ կօգնեմ, սենց, նենց եւ այլն, շատ արագ ինքը այդ գործողությունները դաժան քիչ ավելի երկար պետք է մնար, ինքը արագ հանեց բան, դրեց, նույնիսկ ձգել, ինքը ձգելու ժամանակ չի ունեցել, որ ասեմ ձգի էլի, դրելա ես հետ եմ եկել ու սկսվեց Բելգիայում իմ տաժանագիր աշխատանքը, ովքեր որ Եվրոպայում են ապրում, գիտեն նախ բժիշկ գտնելը դժվար է, Բելգիայում նամանավանդ անչափահասների համար այդ բրեկետները անվճար են ու երեխեքը բոլորը հերթի մեջ են, նոր հաճախորդ չի վերցնում, են է չափահաս, են էլ իմ տարիքի, վերցնում էի մի 4 ամիս պետք է սպասում էի, եթե ոչ ավելի, սպասում էի, հերթս գալիս էր, գնում էի, հանդիպում էի, ասում էր, էդ էլ մնացել է, ձգել է, պետք է մեկը պիտի ձգի, ծաղիկները արդեն պոկվում է վրան, ենքան եմ սպասել էլի, դրանք էլ արդեն սկսել եմ պոկվել, պետք է նորը կպցնի, մի խոսքով, գնում եմ հանդիպում են, ասում են, չէ, միակ տարբերակը որն է, ասում է, դե ինքը ուրիշ ձև է արել, ինքը շատ լավ որակով այդ ծաղիկներն է դրել, այդ դրանց մեջ էլ էլի որակովները կան, գնում էի, ասում է, չէ, դի պետք է հանեմ, ես այդ դրանով չեմ կարա անեմ, որովհետև, չեմ շարունակի, որովհետև մատերիալները տարբեր կլինի, ես ուրիշ մատերիալով եմ անում, ինքը իր գործը արել է, մի խոսքով, ես պիտի տնեմ, ինչ էր առաջարկում, առաջարկել են բոլորը, երևի 5-6 հոգու հետ գնացել եմ, արդեն ասում եմ, այդ ծաղիկները պոկվում էին, բայց բժիշկ չէի կարողam գտնել, ասում էին, այդ հանենք ու մենք նորից դնենք, այդ ծաղիկները արժեցել էր իմ վրա $3000 վճարել էի, որ զուտ դներ,
ու ես գայ ու տենց ասեցի հիմի ոնց որ $3000 թափեմ ոնց որ աղբամանը, հետո մի հատ էլ 3000 եվրո բանանեմ, վճարեմ ձեզ, որ դուք անեք, էլի, ու հետո նորից մեր գնալու բանը պիտի լիներ, էլ չէի դիմանում, տենց որոշեցի, որ կհանեմ, ու ինքնուրույն էլ հանել եմ, գիտեք, այդ ծաղիկները, շատ վտանգավոր էր, որովհետև նորից պետք է սկսել էր ցավացնել արդեն, պայմանավորվածություն էի վերցրել, որ գնամ արդեն էլ չէի դիմանում, որ այդ ծաղիկը հանեմ, բայց երևի էս էր, էլի, այդ երկաթները, որ դնում ես, ատամները սկսում են կամած, այս հետևի մասերը մաշացնել, փչացնել, ու տենց ցավ էր տալիս, արդեն էլ չէի դիմանում, պետք է հանվեր, ինքնուրույն էլ հանեցի, տենց ժողովուրդ, ինչ եմ ուզում ասեմ, հա, այդ նույնն էլ էս էլի, եթե ինչքանով գիտեմ, որ տենց մոստ եթե անեն, պետք է ստեղից մի քիչ տաշի, մի քիչ ընդեղից տաշի, հետի դնի, հետո տարների ընթացքում գուցե սխալվում է, շատ վաղուց էլ հիմա դե գիտեք, ոնց ամեն ինչ փոխվում է բան, իմ մոտ այդ միտքը շատ շուտ եմ լսել այդ բանը, կարող է հիմա ժամանակները փոխվել են, չեմ իմանում, այդ հարցով չեմ գնացել, դրա համար մի քիչ ինձ ժամանակ է պետք, որ հասկանամ, ասում էր, այսօր այս սեղանատամը թիմա, եթե ուզում ես, կարամ սեղանատամը հանեմ, ու եթե իմպլանտ ես որոշը, ասում եմ, հա, դե հետեղ ես իմպլանտ եմ որոշը, դեռ այն ժամանակվանից, ինչի է բաց, որովհետև սենց թենենց այդ ատամը կար, մենք Տիգրանի հետ խոսում էինք, 2 հատ այստեղ պետք է գցեմ, մի հատ այստեղ, ու այդ ասպասում եմ, որ մի քիչ երկար, այդ գիտեք, իմպլանտի ժամանակ պետք է դնի, 3 ամիս պետք է մնա, նստի, հետո նորից հանի, հիմնականը դնի։ Ու այդ է, էլի, դրա համար այն ժամանակ էլ, թե չէ այն ժամանակ հենա բան կդնենք, այն ինչ էր, իսկ իմպլանտը դնում մի անգամից ոնց որ ծախսը տանում ես, մի ատամը մյուսին չի խանգարում, անում վերջացնում ես, դրա համար ասեցի ավելի լավ է դու բան արա, այսօր էլ սրա ներվերը հանեց ու ժամանակավոր պլոմբա դրել, տեսնենք, էլի, բանը, մի անգամից չէր կար ամբողջ բան աներ, նորմալ պլոմբաներ, այսօր վերևը նորմալ պլոմբար էր, դրա վրա շապիկ ամենակ հարկավոր լինելու հագցնել, շապիկը, ցիրկոն, հա, ոնց որ ասեցին, ցիրկոնն է լավը, տենց ժողովուրդ, այսքան է, այսենց երկար ժամանակ ես այնտեղ ժամը 11:30 էր պայմանավորվածությունս, 25 արդեն ներս եմ մտել, 11:30 նստել եմ աթոռին մինչև ժամը 2:07 րոպե։ Բերանս բաց ա եղել, տենց իրանք աշխատել են, մի պահ լացել եմ, չէ դիմանում ցավին այս գործ անելուց այստեղ ուղղակի շատ ուժեղ ցաված, որ լացել եմ, հանգստացել եմ, հետո նոր շարունակել է, երկու բժիշկ էին անում, մի հատ աղջիկ ներվներ անում, հետո ինքը վերջացրեց, ես ինչքան հասկացա, իրանք այդ աղջիկը 2 տեղ էր ոնց որ աշխատում, որովհետև մոտից շուշուտ վերջացրեց, ասում է պացիենտս այն ինչ տեղը սպասում է, տենց ոնց որ վազքի մեջ էր մի քիչ, շուշուտ արեց վերջին պահը ու արագ գնաց ու հետո այդ պլոմբների հատվածը արդեն են մի տղամարդ կար ինքը արեց, տենց ժողովուրդ, էդ էլ ատամներից հարցը չեմ իմամ, եթե դուք ատամնաբուժ եք, կարող եք խորհուրդ տաք, ասեք ինչ անեմ վերջապես, ավելի լավ է իմպլանտ անեմ, թե այդպես իր ասած մոստ տարբերակ անեմ, ինչ փորձ ունեք, դուք էլ կիսվեք ձեր փորձով, տեսեք ես ձեր հետ իմ բոլոր փորձերով կիսվում եմ, որպեսզի իմանաք, տենց ժողովուրդ, այսքանը